Քո հրաշքն ամեն օր ուղերձների շարք։ Դուրս արի կեղծ ապահովության քո նավակից։ Շարունակում ենք շարքը, որը կրում է «Հայացքդ Հիսուսից երբեք չկտրես» անվանումը։ Տեր Հիսուսի ջրերի վրայով քայլելու պատմությունը հրաշալի հոգևոր ճշմարտություններ է մեզ փոխանցում։ Այն ասես դժվարությունների, փոթորիկներով անցնող մարդու և նրան ընդառաջ եկող Տեր Հիսուսի նկարագրությունը լինի։ «Իսկ նավը ցամաքից բավականին հեռու էր և ալիքներից տարուբերվում էր, որովհետև քամին հակառակ կողմից էր։ Գիշերվա 4-րդ պահին Հիսուսը լճի վրա քայլելով նրանց մոտ եկավ։ Երբ աշակերտները Նրան տեսան լճի վրայով քայլելիս, շփոթվեցին ու ասացին, թե ուրվական է, և վախից աղաղակեցին» Սիրելի՛ բարեկամ, երբեմն մեր կյանքում նույնպես քամին հակառակ կողմից է լինում, և դժվարությունների ու փորձությունների ալիքները ուժգին կերպով տարուբերում են մեր կյանքի նավակը։ Արդյոք մեր կյանքի դժվարին պահերին մեր հոգևոր աչքերը տեսնո՞ւմ են դեպի մեզ քայլող Տեր Հիսուսին։ «Երբ աշակերտները Նրան տեսան լճի վրայով քայլելիս, շփոթվեցին ու ասացին, թե ուրվական է, և վախից աղաղակեցին։ Հիսուսն իսկույն խոսեց նրանց հետ ու ասաց. «Քաջալերվե՛ք, Ես եմ, մի՛ վախեցեք»։ Պետրոսը Նրան ասաց. «Տե՛ր, եթե Դու ես, հրամայիր ինձ ջրի վրայով Քեզ մոտ գալ»։ Եվ Նա ասաց. «Ե՛կ»։ Եվ Պետրոսը նավից իջնելով քայլեց ջրի վրայով և Հիսուսի մոտ եկավ» Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, որքան էլ անհավանական թվա քեզ Տեր Հիսուսի առաջարկը, դուրս արի քո նավակից և ընդառաջ գնա Նրան։ Հավատքի կյանքը սկսվում է այնտեղ, որտեղ դու դուրս ես գալիս կեղծ ապահովության քո նավակից և անհավանական քայլերով սկսում ես քայլել ջրերի վրայով՝ վստահելով քեզ կանչողին։ Առակաց 3:5 խոսքում գրված է. «Քո ամբողջ սրտով ապավինի՛ր Տիրոջը և քո ըմբռնողությանը մի՛ ապավինիր»։ Ինչպիսի՞ դժվարությունների ես բախվել, հայացքդ Հիսուսից երբեք չկտրես։ Որքա՜ն ուժգին է տարուբերվում քո կյանքի նավակը, հայացքդ Հիսուսից երբեք չկտրես։ Լսի՛ր Նրա կանչը։ Դուրս արի կեղծ ապահովության քո նավակից և ընդառաջ գնա քեզ կանչող Տիրոջը։ Տեր Հիսուսը անհավանական ելք է պատրաստել քո կյանքի դժվարություններից դուրս գալու համար։ Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։ Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։ Սիրով և աղոթքով, Արման Մանուկյան։